Վարդան Ղուկասյանի արդարադատականության իրավունքի, պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման, դատական իշխանության արտաքին անկախության և անաչառության ողջամիտ անհնարինության վերաբերյալ։ Պատվաճառ դատարան սունկ իրական գործի շրջանակներում ներկայացնում է սույն հայտարարությունը դատարանի ուշադրությունը հրավիրելու ընթացիկ դատավարության արտարության, անաչառության և դատարանի վրա արտաքին ազդեցության ունակ հանգամանքների վրա։ Փաստական հիմքերը Տեղեկատվության բաց աղբյուրներում առկա տեսագրություններով արձանագրվել է, որ հայ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական հավաքի ընթացքում սունկ իրական գործով մեղադրյալ Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպան Զաուրի Փոստանջյանի հասցեին հրապարակայնորեն կատարել հետևյալ հայտարարությունը. Էժան գնա Վարդանիկի պաշտպանի, Էժանի մեկը գնա Վարդանիկի պաշտպանի, Կաշարակեր, Ստահակ։ Համապատասխան հղումը առկա է հայտարարության հեռավոր տեքստում։ Վերնշար հայտարարությունը վերաբերում է փաստաբանի կողմից սունկ իրական գործով մեղադրյալ Վարդան Ղուկասյանի պաշտպանություն իրականացնելու հանգամանքին և պարունակվում է ակնհայտորեն նվաստացուցիչ, պիտակավորող և բացասական բնույթի ձևակերպումներ։ Միաժամանակ, մինչև սունկ իրական գործով Վարդան Ղուկասյանի կալանավորումը, վարչապետը հրապարակայնորեն հայտարարել է, որ Վարդան Ղուկասյանին դուրս է շպրտելու հանրային և քաղաքական կյանքից։ Վարդան Ղուկասյանի կալանավորելուց հետո ԿՊ կուսակցության անդամները կազմակերպված ձևով Վարդան Ղուկասյանին ներկայացել են որպես հանցագործություն կատարած անձ, նրան մերձագրվող ահարկը ներկայացնելով որպես վերջնական հաստատված հանգամանք։ Վարչապետի վերոնշված հայտարարության մեջ շեշտվում է կաշառակեր արտահայտությունը։ Ներկայումս Վարդան Ղուկասյանը սունկ իրական գործով 7 ամիս գտնվում է կալանքի տակ։ Պաշտպանության կողմից չեն տրամադրվել քրեական գործի ողջույնները, Պաշտպանության կողմը հնարավորություն չունեցել ծանոթանալու քրեական գործի նյութերին ողջ ծավալով, ինչպես մինչև Վարդան Ղուկասյանի վերաբերյալ գործը դատարան ուղարկելուց առաջ, այնպես էլ դրանից հետո, քանի որ Հենրիկ Կասպարյան առաջադրված մեղադրանքների դրվագներից մեկը ուղղակիորեն նույնն է, ինչ Վարդան Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, ինչից ուղղակիորեն բխել է, որ Վարդան Ղուկասյանի մեղադրանքում նկարագրված հանգամանքների վերաբերյալ շարունակվել է նախաքննությունը նույն մեղադրանքի ծավալով և նույն քրեիրավական որակմամբ։ Նշվածի կապակցության պաշտպանության կողմի հայտարարությունները և միջնորդությունները դատարանի կողմից մնացել են առանց պատշաճ և արդյունավետ արձագանքի։ Վարդան Ղուկասյանը հանդիսանում է ընդդիմադիր քաղաքական գործիչ և Գյումրի համայնքի ղեկավար է ընտրվել ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից։ Նշված փաստական հանգամանքների հետ կապված հարկ է բավարարում նշել հետևյալը. դատավարական նշանակություն ունեցող իրավական մտահոգություններ։ Վերնշված հանգամանքների համակցությունը պաշտպանության կողմի մոտ առաջացնում է օբյեկտիվ և ողջամիտ մտահոգություններ, որ գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնատար անձի հրապարակային գնահատականները կարող են ազդել ոչ միայն դատավարության հանրային ընկալման, այլ նաև արդարադատականության արտաքին երաշխիքների վրա։ Պաշտպանության իրավունքի նկատմամբ ազդեցություն։ Փաստաբանի նկատմամբ հրապարակային նվաստացուցիչ և պիտակավորող արտահայտությունները հնչել են ոչ թե մասնավոր վեճի, այլ հենց նրա կողմից ցույց գործող պաշտպանություն իրականացնելու հանգամանքի ուղիղ շեշտադրմամբ։ Այդպիսի վարքագիծը կարող է օբյեկտիվորեն նկատվել որպես փաստաբանի մասնագիտական գործունեության արժեզրկում և պաշտպանական գործառույթի նկատմամբ բացասական վերաբերմունքի արտահայտում, ինչը կարող է վնասել պաշտպանության իրավունքի արդյունավետ և ազատ իրականացման։ Մեղադրյալի նկատմամբ կանխական վերաբերմունքի օբյեկտիվ կասկած։ Մինչև Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և նրան կանոնավորելը գործադիր իշխանության ղեկավարի կողմից հրապարակայնորեն հնչեցված այն հայտարարությունը, ըստ որի Վարդան Ղուկասյանը դուրս է շպրտվելու հանրային և քաղաքական կյանքից, իսկ հետագայում նրա պաշտպանի հրապարակային թիրախավորումը կարող է ողջամիտ դիտորդի մոտ ձևավորել այնպիսի ընկալում, որ մեղադրյալի անձի նկատմամբ առկա է նախապես ձևավորված բացասական վերաբերմունք և քաղաքական թիրախավորում։ Դատարանի անկախության և արտաքին անաչառության ապահովման հարց։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով արդարադատականությունը ենթադրում է ոչ միայն դատարանի փաստացի անկախություն և անաչառություն, այլ նաև այն, որ դատական վարույթը արտաքին դիտորդի համար պետք է ընկալվի որպես լիովին ազատ արտաքին ազդեցությունից։ Այնինչ Հայաստանի Հանրապետության վարչապետը պետության ամենաբարձր քաղաքական պաշտոնյան է, ունի ինստիտուցիոնալ ազդեցություն, հրապարակայնորեն թիրախավորված կերպով բացասաբար է խոսում ընդդիմադիր քաղաքական գործիչ հանդիսացող մեղադրյալի և նրա պաշտպանի մասին։ Հայաստանի Հանրապետությունում կան տասնյակ հազարավոր մեղադրյալներ, որոնց պաշտպանում են տարբեր փաստաբաններ։ Վստահաբար երկրի վարչապետը բոլոր մեղադրյալներին անվանապես չի հիշում, այնինչ Վարդան Ղուկասյանին որպես քրեական գործով անցնող մեղադրյալի անձի շեշտադրումը նրա անվանը իդ վերջացանց ավելացնելով գործով անցնող վկայում է անձի ուղիղ և բացասական թիրախավորման մասին և գործադիր իշխանության ղեկավարը որպես պետության բարձրագույն քաղաքական պաշտոնատար անձ
Ընթացիկ քրեական գործով անդրադառնում են Մեղադրյանի եւ նրա պաշտպանին։ Մեղադրյանի եւ նրա պաշտպանի վերաբերյալ հանդես է գալիս հրապարակային, անպարկեշտ եւ թիրախավորող գնահատականներով, կարող են առաջանալ օբյեկտիվորեն հիմնավորված կասկածներ, դատավարության արտաքին չեզոքության եւ արտարության նկատմամբ։ Նման վարքագիծը կարող է օբյեկտիվորեն ընկալվել որպես դատական իշխանության նկատմամբ ուղղակի ազդեցության կամ ինստիտուցիոնալ ճնշման միջավայր ձևավորող գործոն։ Արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ է ոչ միայն դատարանի իրական անկախությունն ու անաչառությունը, այլ նաև այն, որ դատական գործընթացը հանրության եւ ողջամիտ դիտորդի աշխարհում պետք է ընկալվի որպես լիովին ազատ արտաքին ազդեցությունից։ Նշված հայտարարությունները կասկածի տակ են դրում այդպիսի ընկալումը։ Ի վերջո, պետության բարձրագույն գործադիր պաշտոն զբաղեցնող անձի կողմից փաստաբանի հրապարակային թիրախավորումը հենց պաշտպանական գործունեության իրականացման համատեքստում կարող է ունենալ զսպող ազդեցություն ոչ միայն տվյալ փաստաբանի, այլ նաև այդ փաստաբանների նկատմամբ ստեղծելով ողջամիտ վախ կամ մտավախություն, քաղաքականապես զգայուն կամ հանրային ուշադրության կենտրոնում գտնվող քրեական գործերով պաշտպանություն իրականացնելու հարցում, ինչն ուղղակի փոխկապակցության մեջ է գտնվում հանցագործության մեջ մեղադրվողի արդար դատաքննություն ունենալու իրավունքի հետ։ Սա ուղղակի վտանգում է ոչ միայն պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը, այլ նաև փաստաբանական գործունեության անկախությունը։ Նման պայմաններում պաշտպանության կողմը ողջամտորեն պնդում է, որ սույն քրեական գործով դատարանը գտնվում է բացասական, արդար դատաքննությունը արժեզրկող ազդեցության տակ, ողջամտորեն նման ազդեցությամբ են պայմանավորված նաև Վարդան Ղուկասյանի շարունակական կալակի տակ պահելը, իսկ նման հրապարակային հայտարարությունները ուղղակիորեն վտանգում են արդար դատաքննության արտաքին ընկալումը։ Ի վերջո, հօգուտ Վարդան Ղուկասյանի լեգիտիմ շահերի որևէ օրինական որոշման կայացման հիմքերի առկայության դեպքում դատարանը ինքն է կաշկանդվելու վարչապետի կողմից թիրախավորելու հեռանկարով, ինչը ոչ այլ ինչ է, քան ազդեցություն դատարանի անկախության եւ անաչառության վրա։ Նկատի ունենալով, որ վարչապետի վարքագիծը կարող է օբյեկտիվորեն ընկալվել որպես դատական իշխանության նկատմամբ ուղղակի ազդեցության կամ ինստիտուցիոնալ ճնշման միջավայր ձևավորող գործոն, որպեսզի պայմաններում անգամ սույն քրեական գործը քննող դատավորի ինքնաբացարկը չի կարող վերացնել վերոնշած օբյեկտիվ ռիսկերը եւ սույն քրեական գործով դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արտադատության մեկ այլ մարմին։ Այս առումով պատվարժան դատարան կցանկանա մի բան նշել, երբ պաշտպանին անձին պաշտպանելու համար նման ձևակերպումներ են տալիս, ի վերջո այդ ձևակերպումները լսում են հազարավոր մարդիկ։ Այդ պաշտպանը տուն ունի, ընտանիք ունի, մանկահասակ երեխաներ ունի, հիմա այդ մանկահասակ երեխան, որից ծնողն հարցնի, թե ջղան ծազյան ինչու է այդպես անշնորհ բառեր ասում, ինչ է ասել։ Կաշկանդվածություն է լինելու, նույն կաշկանդվածությունը լինելու է բոլորի մոտ, ովքեր կմտածեն Վարդան Ղուկասյանի օգտին օրինական որևէ որոշում կայացնել, որտեղ կարող է մի հատ ջղան ծազյանների ելնի մեքենայի թափքի վրա եւ սկսի գորգորալ այդ անձի հասցեին, նրան անվանելով ամենավերջին անպարկեշտ բառերը։ Սրանք արտաքին գործոններ են, իսկ վարչապետը կներեք, իսկ երկրում վերջին մարդը չէ։ Այդ վարչապետը ունի ուժային լծակներ, այդ վարչապետը կարող է անձի վրա ոչ միայն ազնապես ազդել, այլ կային նաև ինստիտուտներով ազդել, որտեղ այդ ինստիտուտները գտնվում են վարչապետի ենթակայության տակ։ Վերոգարի ամփոփմամբ հարկ է փաստել, որ սույն քրեական գործով Վարդան Ղուկասյանը գտնվում է շարունակական կալակի տակ, ողջամտորեն հենց քաղաքական թիրախավորման պատճառով, հենց երկրի վարչապետի հրապարակային, հնարավոր է նաև ստվերային ազդեցության պատճառով, որպեսզի պայմաններում առավել ևս հաշվի առնելով նաև, որ գործի հանրային եւ քաղաքական զգալիությունը բարձր է, պաշտպանության կողմը ողջամիտ դիտորդը սույն դատաքննության օբյեկտիվորեն չի կարող դատարանից ակնկալել, ինչպես արտաքին անհատական ազդեցությունից, այնպես էլ ինստիտուցիոնալ ճնշումից զերծ, արտար եւ անաչառ դատաքննություն, ինչը չի կարող ակնկալել, որ դատարանը սույն դատավարությունը կարող է իրականացնել բացառապես անկախության, անաչառության, հավասարության եւ պաշտպանության իրավունքի լիարժեք երաշխավորման պայմաններով։ Ելնելով վերաբերյալից խնդրում եմ սույն հայտարարությունը կից նյութերի հետ միասին գծել քրեական գործի նյութերին։ Արձանագրել պաշտպանության կողմից բարձրացված հանգամանքները, որպես արդար դատաքննության իրավունքի, դատարանի արտաքին անաչառության եւ պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման հետ կապված դատավարական նշանակություն ունեցող հարցեր։ Դատական արձանագրությամբ ֆիքսել պաշտպանության կողմի այս դիրքորոշումը պետական դատավարական պաշտպանության եւ ներպետական վերադաս դատական ակցիաներում, ինչպես նաեւ միջազգային ակցիաներում իրավական պաշտպանության նպատակով։ Նկատի ունենալով, որ այս հարցի կապակցությամբ նաեւ փաստաբանների պալատի փաստաբանների պաշտպանության հանձնաժողովն է անպահասան հայտարարություն տարածել, ներկայացնում է նաեւ այդ հայտարարության պատճառ։